թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խոր վերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանդությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Ողջույն Վահրամ, Արև Ռազմիկ, ներս արի, խոսանք։ Նստի։ ճիշտն ասած ավելի լավ կլիներ դրսում հանդիպեինք։ Հնարավոր է, որ հիմա քո բնակարանի վրա հսկողություն կա։ Նրանք առայժմ չգիտեն, թե ես որտեղ եմ ապրում։ Ու հետո Միրոն ու իր կողմնակիցները շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն, քան ինձ հետևելը։ Քեզ ինչ-որ կարևոր բան է հաջողվել պարզել նրանց մասին։ Հա, Ինչ։ վաղը երեկոյան հանդիպելու են Հովիկն իր մարդկանցով ու Միրոն իր կողմնակիցներով։ Իսկ ավելի կոնկրետ, այդ հավաքին ներկա են լինելու բոլոր նրանք, ովքեր իրենցից ինչ-որ բան են ներկայացնում հանցավոր աշխարհում։ Եվ ինչի համար են հանդիպելու։ Նպատակը ո՞րն է։ Ոնց հասկացա Թաթուլի խոսքերից, Հովոն իշխանությունը հանձնելու է Միրոյին։ Ինչ։ Հա, Ռազմիկ։ Բայց Միրոն ու իր կողմնակիցները հակված չեն հավատալու նրան։ Նրանց մոտ մտավախություն կա, թե Հովոն բոլորին իրար գլխի է հավաքում, որպեսզի մի հարվածով սաղին ասպարեզից վերացնի։ Դա լիովին հնարավոր տարբերակ է։ Մանավանդ եթե հաշվի առնենք այն փաստը, որ եթե Հովիկը չփորձի դա անել, ապա դա կանեն Միրոն եւ նրա շրջապատի մարդիկ։ Վարամ, ամեն ինչ հենց դրան էլ գնում է։ Միրոն արդեն լուրջ քայլեր ձեռնարկել է, որ դա տեղի չունենա։ Բայց եթե նրանք զգան, որ Հովիկը որոգայթ է պատրաստել իրենց համար, Հովիկին ու իր մարդկանց հենց հանդիպման ժամանակ կվերացնեն։ Դա հավաստի ինֆորմացիա է, Վարամ։ Հա, Իսկ որտեղ է դա տեղի ունենալու։ չգիտեմ։ Բայց ոնց հասկացա Թաթուլի խոսքերից, Միրոն որոշել է վերջի վայրկյանին փոխի հանդիպման վայրը, որպեսզի Հովիկի մարդիկ չհասցնեն ոչինչ նախաձեռնել։ Ու այդ նոր վայրը ամբողջովին լինելու է Միրոյի մարդկանց վերահսկողության տակ։ Վարամ, դու պետք է ամեն ինչ անես հանդիպման վայրը իմանալու համար։ Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ այդ հանդիպման ժամանակ նույնիսկ առաջին կրակոցները հնչեն։ Այլապես, եթե դա տեղի ունենա, մեզանից հսկայական միջոցներ կպահանջվեն այդ այժունալի պատերազմը կասեցնելու համար։ Ես հասկանում եմ, Ռազմիկ, բայց Թաթուլից ավելին իմանալ հնարավոր չէր։
Առավել ևս, որ նա չի տիրապետում ողջ ինֆորմացիային։ Միրոն նրան չի վստահում ու գործերին մոտ չի թողնում։ Ինձ պետք է առավել ինֆորմացված մարդու մոտ գտնվել։ Իսկ ավելի գերադասելի է հենց Միրոյի։ Դրա համար ժամանակ է պետք, Վահրամ։ Պետք է։ Բայց մենք չունենք այդ ժամանակը, Ռազմիկ։ Պետք է մի բան մտածել, որ Միրոն սկսի ինձ վստահել։ Դու դեռ չես հասցրել ծանոթանալ այդ մարդու հետ, արդեն ուզում ես, որ նա քեզ վստահի։ Ինչպես։ Չգիտեմ, բայց պետք է վստահի։ Թե չէ մեր սաղ ներկայացումը իմաստ չի ունենա։ Եթե նույնիսկ մեզ հաջողվի ճշտել հանդիպման վայրը, ու դուք ձերբակալեք բոլորին, միևնույն է, երկար չեք կարող պահել ձեզ մոտ։ Շուտով բաց եք թողելու։ Դրանից հետո Հովիկի ու Միրոյի հակամարտությունը լրիվ ուրիշ ընթացք կստանա։ Ու այ հենց այդ ժամանակ ես պիտի լինեմ Միրոյի կողքին։ Ճիշտն ասած, մենք նույնպես մտածել ենք այդ ուղղությամբ։ Ու մի հարմար տարբերակ ունենք մեր ձեռքի տակ։ Ու եթե ճիշտ խաղարկվի, մեծ հնարավորություն կա, որ դրանից հետո Միրոյի մարդիկ կսկսեն վստահել քեզ։ Ինչ եք մտածել։ Հեռախոսով ասիր, որ վաղը ցերեկը պիտի հանդիպես Միրոյի հետ։ Հա։ Ուզում է անձամբ հանդիպի։ Հարց ու փորձ անի, հասկանա։ Եվ որտեղ եք պատրաստվում հանդիպել։ Երևի իրա մոտ։ Շատ լավ է, Վահրամ։ Հենց այդ ժամանակ էլ ես տղաների հետ կներխուժեմ։ Հետո։ Հետո ես այնպես կանեմ, որ Միրոյի եւ նրա շրջապատի մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ ես քեզ արդեն նշանառության տակ եմ վերցրել։ Կարծում եմ այդքանը բավական է, որ նրա շրջապատի մարդիկ վստահեն քեզ։ Լավ։ Փորձենք։ Չնայած ավելի լավ կլիներ, որ քո տղաները ինձ ձերբակալեին ու մի քանի օր հետո բաց թողեին։ Տենց էֆեկտը ավելի լավը կլիներ։ Բայց մենք դրա ժամանակը չունենք։ Մի մտահոգվիր դրա մասին, Վահրամ։ Ամեն ինչ կարվի պատշաճ մակարդակով։ Բայց հիմա մեզ համար մեկ խնդիրը հանդիպման կոնկրետ վայրը իմանալն է։ Հնարավոր է, որ դրա մասին մենակ Միրոն գիտի։ Ուրիշ ոչ ոք։ Եթե Միրոն պատրաստվում է դիմավորել Հովիկին պատշաճ մակարդակով, ուրեմն նա այդ մասին ասել է նաև բանդայի մյուս անդամներին։ Ես կփորձեմ ինչ-որ բան ճշտել։ Եվս մի շատ կարևոր հանգամանք։ Դու պետք է շատ զգույշ լինես։ Միրոյի շրջապատում երկու մարդ կա, որոնք այդքան էլ հեշտությամբ չեն հավատա քո խոսքերին։ Խոսքս Երեմի ու Մալխասի մասին է։ Նրանցից պետք է շատ զգույշ լինել։ Ես ուսումնասիրել եմ նրանց անձնական գործերը ու մոտավոր պատկերացում կազմել եմ, թե ում հետ գործ ունեմ։ Չգիտես, Վահրամ։ Մի բան է, թե ինչ է գրված նրանց անձնական գործերի մեջ, եւ մի այլ բան է իրական մարդը։ Մի բան կմտածեմ, Ռազմիկ, մի մտահոգվիր։ Ես նրանցից ավելի վտանգավոր մարդկանց մոտ եմ կարողացել վստահություն ձեռք բերել։ Կարևորը, որ Մոսկվայից իմ մասին լավ խոսքեր են ասվել։ Այդքանը հələ որ բավարար է։ Լավ, Վահրամ։ Ես պետք է գնամ։ Հարկավոր է լրջորեն նախապատրաստվել վաղվա հանդիպման հնարավոր հետևանքները կասեցնելու համար։ Կապվիր ինձ հետ, եթե որևէ նորություն ունենաս։ Լավ։ Հաջողություն քեզ։
Լավ արդակ։ Դու գնա։ Վաղը առավոտ ժամը ուղիղ 9-ին ստեղ լնես։ Եղավ, շեֆ։ Լսի, էլի չքնես ուշանաս։ Երեք առավոտ 15 րոպե դրսում քեզ եմ սպասել։ Էլ չի կրկնվի, շեֆ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Արդակ, մաշնեն կլված նոր կգաս։ Եղավ։ Մի վախեցի, ես եմ։ Էդ ընչից ենթադրեցիր, որ վախեցա մելո։ Ես եմ ես քաղաքում հազար մարդ կա, որ քո վատն ա ուզում։ Կարող է դու ես այդ մարդկանցից։ Ասա իմանամ։ Ժամանակը կգա կիմանաս, արի մի գործից խոսանք։ Իմ մասա սրոկը վաղը վերջանում ա, բայց դու կլը ոչ մի ռեալ քայլ չկարի աղբորս ազատելու համար։ Բայց դու ինչ գիտես, որ չեն կարե մելո։ Գիտեմ, որ ասում եմ։ Այս պահի դրությամբ ոչ մի աղբորս չի մոտիկացի ու ոչ մի բան իրան չի ասա իր ազատվելու համար։ Մելո, Միրոն այսօր կաշվից դուս ա գալի, որ աղբորդ բերթից ազատի։ Այս գործի մեջ լուրջ մարդիկ ու մեծ փողեր են խառնված, այնց որ մի քիչ համբերություն ունեցի։ Չէ, կարո, իմ համբերությունը արդեն լրացել է։ Ես 10 տարի համբերել եմ ու չեմ պատրաստում այդքան համբերեմ։ Իմ մասա սրոկը վաղը լրանում է, ու միջև այդ պահը, եթե աղբեր ես կոլոն, դուս չեկավ, դու կիցանի չնեղանակ։ Արա չեմ ջոգում, դու հասկանում ես ինչ ես խոսում, էդ ում վրա ես արա սրոկ դնում, Միրոյի։ Հա, եթե դու խոսքերս տենց ես հասկանում, կարո, ու կարես ասածներս Միրոյին փոխանցես։ Մելո, էդ գելի սիրտ ես կերի արա, դու չես հասկնում, որ հիմա ասած այդ ամեն բառի համար պետք է պատասխան տաս Պոլոնի պրոգրամայով։ Կտամ չկասկածես, ես տեր եմ իմ խոսքերին, կարո։ Լավ մելո։ Ես քեզ հասկացա։ Վաղը աղբերդ ազատության մեջ ալել, բայց դու պատրաստ եղի։ Քո ամեն մի բառի համար աչոտ ես տալու։ Պրոբլեմ չկա։ Պրոբլեմ կա մելո։ Ու այդ պրոբլեմը ինքը իրան չի լուծվելու։ Ես եմ Արմեն։ Ճանաչեցիր։ Կարո։ Ինչ ես դու զանգել։ Ես տուն չեմ զանգել, ես քո ձեռի վրա եմ զանգել։ Հա, բայց ես հիմա տան եմ։ Պապան կարող է մեր խոսակցությունը լսի։ Դե ուրեմն անենց արա որ չլսի։ Լսի Արմեն, ես քեզ $5 միլիոն եմ տվել։ Ու երևի իրավունք ունեմ իմանալու, թե ինչ պիտի ստանամ դրա դիմաց։ Դու ինձ խոսք տվիր, որ կզանգես ու չզանգեցիր, ու ես հիմա անհանգստանում եմ։ Ես ում որ պետք է արդեն ասել եմ դրա մասին։ Առավոտը ամեն ինչ պարզ կլինի։ Պարզ կլինի։ Թե ինքը առավոտն արդեն ազատության մեջ կլինի Արմեն։ Պարզ կլինի։ Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի խոստացել։ Բայց մենք այդտեղ չէինք պայմանավորվել։ Այդ մարդը վաղը պետք է ազատության մեջ լինի։ Լսում ես։ Հիմա դու ինձ լսի։ Ես քեզ չեմ խոստացել, որ այդ մարդուն կարամ 100%-ով ազատ արձակեմ, քանի որ դա ինձանից կախված բան չի։ Բայց փողը վերցրիր, չէ՞։ Հա, վերցրի։ Դե որ վերցրիր, ուրեմն կատարի քո վրա դրած պարտականությունները։ Հասկացար։ Դու էլ ինձ չզանգես, Կարո, եթե մի բան իմացա, ես քեզ իմաց կտամ։ Արմեն, ես քեզ կզանգեմ։ Ու եթե վաղ այդ տղեն ազատության մեջ չեղավ, ես ու դու լուրջ խնդիրներ կունենանք։
Արմեն, էտո էր։ Էջ, ինձ անոթներից էր։ Պարքի։ Ալո, Որտեղ ես Նորիկ։ մեքենայի մեջ, Մենակ ես։ վարորդի հետ, Փողերը մոտդ արդեն։ չէ Բարսեղ մի գորա, լսի միջև վերջ ինչ եմ ասում։ Ես քիչ առաջ բանկից դուրս եկա։ Դե ասեցին, որ այդքան գումար կանխիկ ստանալու համար ժամանակ ա պետք։ Մենք այդ ժամանակը չունենք, հասկանում ես Նորիկ, չունենք։ Գիտեմ Բարսեղ, գիտեմ, բայց ինչ անեմ ես, դա իմ որոշումը չի։ Ասեցին, որ նույնիսկ կարողա մի քանի օր տևի միջև այդ գումարը վերցնեմ կանխիկ։ Բայց ինձ ուրիշ տարբերակ առաջարկեցին։ Եթե հաշվի համար կա, կարող ենք գումարը փոխանցել այդ հաշվի համարի վրա։ Դա է միակարակ լուծումը։ Սպասի, ես քեզ մի քիչ հետո կզանգեմ։ Կարծում եմ քեզ ամեն ինչ պարզ է, Ալեքս։ Ես ամեն ինչ հասկացա, Շավջ։ Այդ գործով անձամբ դու կզբաղվես։ Հիմա դրանից շատ բան է կախված։ Ես ամեն ինչ կանում եմ։ Ոնց ասացիր, Շավջ։ Գլխով պատասխան կտաս, եթե ինչ-որ բան այնպես չստացվի։ Հասկացա։ Ալեքս, ազատ ես, կարող ես գնալ։ Լավ։ Կարծում եմ ուրախնորություն հայտնելու համար է զանգել այդ Բարսեղ։ Հա, Զավեն, տենց էլ կա, ես գտել եմ այդ գումարը։ Ամբողջ գումարը։ Հա, Զավեն, բայց մի թեթև պրոբլեմ կա։ Մենք այդ ամբողջ գումարը արձեռն չենք կարող ստանալ։ Դու ինձ ասա քո հաշվի համարներից որևէ մեկը ու ես կփոխանցեմ միանգամից։ Մի ժամից զանգիր ես քեզ կհայտնեմ հաշվի համարը, որի վրա կարող ես փոխանցել ամբողջ գումարը։ Լավ։ Բարսեղ, թեև ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե դու որտեղից ես հայտարարել այդ գումարը, բայց այնուամենայնիվ ես կցանկանայի իմանալ այդ բարի մարդու անունը, որը օգնել է քեզ։ Կներես Զավեն, բայց ես այդ մարդու անունը չեմ կարող ասեմ քեզ։ Մի ժամից սպասում եմ քո զանգին։ Ալո, Բարսեղ ասա լսում եմ։ Նորիկ, ես քեզ 1-1.5 ժամից SMS-ով կուղարկեմ հաշվի համարը, այդ ամբողջ գումարը կփոխանցես այդ հաշվին, եղավ։ Լավ, եղավ։ Իսկ երբ բաց կթողնես Լիլիթին։ Երբ որ համոզվածել եմ, որ այդ գումարը նստած է այդ հաշվի վրա։ Հաջողություն։ Տիկո ջան, այսօր սիրտդ ինչ է ուզում, ասա կպատրաստեմ։ Որ նա թփով տոլմանիդ համար ջան, հավեսով կուտենք։ Շատ բարի։ Դե լավ, հյուրասիրվեք։ Այդ տղա, բա դուք երբ եք ամուսնանալու։ Դե ամուսնացեք, էլի մի լավ քեֆ անենք։ Ինչքան պիտի սենց առանցքի մնաք, հա։ Հələ թող գոքորին պսակենք, հետո կմտածենք, Թամար ջան։ Ինչի։ Գոքորի մոտ այդքան լուրջ է։ Ինձ թվում է, որ հա։ Գոգ ջան, այսօր դու սենց յուրահատուկ հագնվել ես, ուրեմն ամեն ինչ շատ ավելի լուրջ է, հա։ Գոքոր ջան, մենք այդ թեմայով հետո կզրուցենք։ Բա ես չիմանամ այդ աղջկա մասին։ Ամեն ինչ պիտի իմանամ։ Կոֆե կխմես։ Խմեմ, Թամար ջան։ Լավ, գնամ բերեմ։ Գոգ ջան, վես հարսանիքը երբ ենք անում։
Հիմա մենակ Գարսոնիկն է մեզ պակաս, տիկո։ Տղեն ճիշտ բան ասում, էլ մի քերի վրից է։ Այս 1000 տարի մեր օջախները մի կարգին ուրախություն չի եղել։ Ժամանակն է արդեն։ Սպասեք այ աղբեր, մի տենակ ինչ ենք անում, նոր կխոսենք ամուսնության մասին։ Երկրորդն էլ ես այդ աղջկան մի շաբաթ է ճանաչում եմ, այսօր նոր առաջ անգամ դիցանողներին հանդիպեմ։ Երկրորդն էլ այնս մարդիկ խոսան, որ արդեն ամուսնացել ու 10 սատել երեխա ունեն։ Երեխեքի մասին կոնկրետ քանակ չեմ կարող ասեմ, Գոկուր ջան, բայց որ օրինական կին չունենք, այդ փաստ է։ Ոչինչ Գարջան, հեսա Գոկուրը աղբերս կպսակվի, մեր ճամպեն եք բացի։ Գոկուրը ձեր համար բուրդուս է, ամուսնացեք այ աղբեր, ես պիտի ձեր ճամպեն բացի։ Ես ինչի մարեք սենց աշխուժացել։ Հովը ջան, կպել են հապսակվի մեր ճանապարհներ բաց մենք ամուսնան։ Ով ջան սխալ բան ենք ասում ցավը տան։ Չէ, շատ արդար պահանջ է ու ենթակա է իրագործման։ Վերջացավ։ Ինչ ես ինձ նայում, Գոկուր, ես արդեն ստարիք եմ։ Նոր ջոգում եմ, միակ թեկնածուն ամուսնության ես եմ, հա։ 100% Գոկուր ջան, եթե ուզում ես աղբերները շուտ փսակվեն իրար արի։ Ոչինչ, իմ խնդալու ժամանակն էլ կգա։ Մերսի Թամար ջան։ Խնդրեմ, անիշ լինի։ Մի հատ կոֆե էլ ինձ բեր, Թամար։ Քեզ չի կարելի, եթե չես մոռացել։ Այսօր իրիկուն էլ երևի նորից առանց միս բոշ ենք ուտել։ Իհարկե։ Կարիք ես քեզ ասում եմ հայտարարություն տուր։ Փոխենք ես Թամարը։ Ես դրա հետ էլ յոլա չեմ կարող գնալ։ Տվել եմ Հովո ջան, բայց ով իմանում ով մոտ պետք է գա աշխատելու հրաժարվում։ Ես դեպ խոսներդ մեկ է կարել, հա։ Լսի Հովիկ, այ երբ չէ ամուսնանալու համար չեմ ասում, այ երբ կգնաս բժշկի մոտ կստուգվես, խոստանում եմ, ինչ սիրտդ կուզի, այն էլ կպատրաստեմ, իսկ հիմա չի կարելի։ Ոնց ասես, շեֆը դու ես։ Լավ, կներեք, չխանգարեմ ձեզ։ Այսօր իրիկուն մենակ Գոկուրն է գալու։ Միրոյի ու իրա ողմակի հետ հանդիպելու։ Չէ, դու չես գա, զուտ առողջական խնդիրների պատճառով։ Բայց ես կարամ։ Աշինք են թեման Գոկուր։ Գարիկ ես չգիտեմ ես ամեն ինչը ոնց կվերջանա։ Մեր պլանը կաշխատի թե չէ, դու պիտի դրսում ես։ Դեպքերի անհաջող զարգացման դեպքում դու պիտի կառավարես մեր գործերը ու ելքերը գտնես։ Ես քեզ հասկացա, Հովո ջան, բայց ինչ վերաբերում է մեր պլաններին, մենք ամեն ինչը հաշվարկել ենք։ Հաշվի ենք առել ցանկացած խոչընդոտ, որ կարող է մեզ խանգարել։ Երբեք հնարավոր չի ամեն ինչ հաշվարկել գալի։ Տղերքը տեղում են, Հովո ջան։ Ռեստորանի ամեն մի թիզը պլիցելի տակ է։ Երբ որ ասեցիդ կասես կվերջացնես, որ ռեստորանից դուրս գանք, տղերքը իրանց գործը կանեն։ Դրանք դաժե չեն էլ ասցենի հասկանան, թե ինչ կատարվեց։ Քաղաքում ու քաղաքից դուրս մի քանի հատ տուն կա պատրաստած, որ անհրաժեշտության դեպքում մի քանի օր տեղ մնաք աչքից հեռու։ Հիմա ես ուզում եմ գայանչիկից տենալ։ Ես կտանեմ քեզ, Հովո ջան։ Չէ, Գոկուր ջան, դու այսօր գործեր ունես զբաղվի գործերով։ Ես վերևում լսեցի, որ այսօր պիտի մերի ծնողների հետ հանդիպես։ Նայա, որ նեղեն գնես, զանգի կանք հասնենք։ Անպայման, Հովո ջան։ Գնացինք Գարիկ։ Բարև ձեզ։ Ռաֆո դոստը ինչ ես անում։ Հիմա գայանչիկին դպրոցից վերցնելու ժամն արդեն։ Հա, Հովո ջան, այսօր Գայանեն դպրոց չի գնացել։ Ինչի երեխեն հիվանդ է։ Չէ, առավոտ գնացի, որ դասի տանեի, Նորիկը առանց որևէ բացատրության ասաց, որ Գայանչիկը դասի չի գնալու։ Կարինք դու մնա տղեկ հետ տանը,
Նորից ամեն ինչ ծանրում թեթևարեք։ Ես Ռաֆու հետ կգնամ։ Լավ, բաբա։ Գնացիք լավ։ Պապ, Հա, բալես։ բա ինչի մաման դուն չի եկել, պապ։ Այսօր կգա Գանե ջան։ Ես որ քիչ առաջ դուրսն էի, խոսեցի մամայի հետ։ Ասեց, որ մինչև երեկո անպայման տանը կլինի։ Բա ինչի մաման իշի զանգում։ Դե երևի հարմար չի կամ ինչ որ խնդիրներ կան։ Ես քեզ խոստանում եմ, բալես, մաման անպայման այսօր մինչև երեկո տանը կլինի։ Երևի բանես, մտածում ես, թե ինչի քեզ այսօր դպրոց չթողեցի, հա։ Ես քեզ խոստանում եմ, հետո ամեն ինչ կբացատրեմ։ Հա, մեկ էլ մի բան, Գանե ջան։ Չես մոռացել, չէ՞ մեր պայմանավորվածության մասին, որ ինչ որ մեկը զանգի կամ գա մեր տուն ու մամայից հարցը փորձ անի, կասես, որ քիչ առաջ ընկերոին զանգեց ու դուրս եկավ։ Լավ, պապ։ Կարող ա ուզում ես գնաս ընկերոյի տուն, բալես։ Հա։ Դե գնա ցավը տանեմ, բայց տանից դուրս չգաք։ Դե արի, ես քեզ կճանապարհեմ։ Հա, բալես, եթե վերև կբարձրանաս, մի հատ անպայման զանգի, հնարավոր է տանը չլինեմ, հա։